Վերջապես Գլենդելի Ալեքս թատրոնում մեծ անակնկալ ամերիկահայության համար Առավոտ կենենք սարը կկանչի զուրնի խաղը Չկան է օր, որ սիրտը իմ կեզ մորանա Թույլ դուր կեզ սիրեմ Կարչի մի տաչիմ հերացնի քիզ կույար է Եվս մեկ համերգ դեկտեմբերի 20-ին ժամը 19-ին Տոմսերի համար այցելեք Ticket կայք կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով Շարունակում ենք հաղորդումը խորհուրդ ծնողների էջով, իսկ մինչ մեր հյուրին ներկայացնելը հիշեցնեմ, որ մեր այս հատվածի գործընկերներն են Բելգիական Ontex ընկերությունն իր Քանբեբե ապրանքատեսակով բնական կոնցեպտով պատրաստված Քանբեբե տակդիրները չեն պարունակում պարաբեն, օծանելիք եւ այլ գրգռող նյութեր, ապահովելով ձեր փոքրիկների երկարատև եւ հարմարավետ քունը։ Այս հատվածի գործընկերն է նաև Tonus-less դեղագործական ընկերությունն իր Gummy King մանկական վիտամիններով։ Gummy King մանկական վիտամիններն արտադրված են ԱՄՆ-ում, 100% բնական են, ունեն մրգային համ եւ չեն պարունակում կոնսերվանտներ։ Այս վիտամիններն ամրապնդում են իմունային համակարգը, ապահովում ոսկրերի եւ մկանների աճն ու ամրությունը։ Gummy King հարցրեք բոլոր դեղատներում։ Եվ այսպես խոսելու ենք այսօր մի խնդրից, որի մասին շատ հաճախ մարդիկ նախընտրում են լռել, բայց այն ոչ պակաս կարևոր է։ Հատկապես կարծում եմ ծնողների եւ այն փոքրիկների, ովքեր առնչվում են այս խնդրին։ Խոսքը էնուրեզի կամ ավելի պարզ խոսքերով ասած գիշերամիզության մասին է։ Եվ այսօրվա իմ հյուրն է մանկական եւ մեծահասակների նեֆրոլոգ Էմա Շահինյանը։ Ողջույն, Բժշկուհի Շահինյան։ Ուրախ եմ կրկին ձեզ այստեղ տեսնելու։ Եկեք նախ խոսենք այն մասին, ինչ է իրենից ներկայացնում գիշերամիզությունը կամ էնուրեզը եւ մինչեւ որ տարիքն է այն համարվում նորմա։ Գիշերամիզությունը կամ էնուրեզը ակամա միզարձակումն է գիշերային ժամերին կամ քնած վիճակում, որովհետև երեխաները, ինչպես հայտնի է, ցերեկային քնի ժամեր նույնպես ունեն, բայց ցանկացած ակամա միզարձակում, որը տեղի ունենում քնի փուլում, կոչվում է էնուրեզ։ Էնուրեզն անվանում նաև ցերեկային անմիզապահությունը, բայց դա լրիվ այլ թեմա է։ Այլ պաթոլոգիա եւ այլ թեմա է, մենք խոսում ենք գիշերայինի մասին։ Այո, սովորաբար մինչև 5 տարեկան գիշերամիզությունը նորմալ է, ֆիզիոլոգիական է, որովհետև գիշերային մեզի պահման ռեֆլեքսը զարգանում է մի փոքր ավելի ուշ, քան զուգարանային վարժանքն է ձևավորվում։ Եվ ինչպես գիտենք, զուգարանային վարժանքը 2-ից 4 տարեկանում են ավարտում երեխաները, սակայն նույնը չի վերաբերվում գիշերային մեզը պահելու այդ ռեֆլեքսներին, դրանք մի փոքր ավելի տևական են եւ կարող է մինչեւ 5-5.5 նույնիսկ տարեկան ձգվել։ Այդ պատճառով նորման համարվում է 5 տարեկանը։ Շատ լավ, ինչպես հասկացա, դա եւս ինդիվիդուալ է, ինչ որ մեկի մոտ դա ձևավորվում է 2-3 տարեկան, բայց որոշների մոտ կարող է մինչեւ 5 տարեկան պահպանվել, այսպես ասած։ Որոնք են գիշերամիզության ամենահիմնական պատճառները, արդյոք այդտեղ ինչ որ օրգանական հիվանդություններ կան թե ոչ։ Որպեսզի պատճառներից խոսենք, պետք է հասկանանք, որ կա անընդմեջ տեղի ունեցող գիշերամիզություն հասկացություն, որը վաղ մանկական տարիքից, այսինքն մինչև 5 տարեկանից սկսվում է եւ չի դադարում մանկական ավելի մեծ տարիքներում եւ կա ընդհատվող գիշերամիզություն, այսինքն երբ երեխան զուգարանային վարժանքը ավարտում է, ձեր ասած ձևով գուցե 2-3 տարեկանում արդեն լրիվ չոր է լինում գիշերները, բայց ինչ-ինչ փուլում կյանքի ավաղ կրկին սկսվում է այդ գիշերամիզությունը։ Առաջին խմբի դեպքում ավելի ֆիզիոլոգիական են պատճառները, իսկ երկրորդ խմբի դեպքում թերևս պետք է փնտրել որևէ խնդիր, մասնավորապես միզապարկի հետ կապված։ Կան որոշակի չափորոշիչներ, որ ծնողները օրինակ կարող են հասկանալ, որ գիշերային անմիզապահությունը ուղղակի ադապտացիոն մի շրջան է, այլ ոչ թե խնդիր, եւ հակառակը, որ դեպքում է դա արդեն պաթոլոգիա եւ արդեն արժե դիմել մասնագետի։ Բոլոր այն դեպքերում, երբ գիշերային անմիզապահությունը տեղի ունենում մինչև 5 տարեկան եւ նույնիսկ եթե ունի ընդհատումներ, այսինքն երեխան վարժվել է, գիշերը արդեն տակտիրով չի քնել, բայց մի քանի ամիս անց նորից կրկնվել է, միևնույն է պետք չի հուսահատվել, պետք է գիտակցել, որ երեխան ունի զարգացման փուլեր, խոսքի զարգացում եւ սոցիալական հմտությունների զարգացում, որոնք կարող են այս կամ այն ձևով խոչընդոտել այդ նորմալ ընթացքին։ Եվ եթե օրինակ երեխան ունենում է որոշակի
խնդիրներ նոր բարապաշար հավաքելիս կամ ինքն իրեն կամ զուգարանը ճանաչելիս իր գիշերամիզության ռեֆլեքսի նորմալ ընթացքը կարող է դադարներով տեղի ունենալ։ Այսինքն մինչև 5 տարեկան որպես կանոն որևէ խնդիր չկա։ 5 տարեկանից հետո եթե այդ գիշերամիզությունը չի դադարում, արդեն պետք է դիմել բժշկի, իսկ եթե դադարից հետո կրկին սկսվել է եւ առնվազն 6 ամիս տեղի ունենում, կրկին ցուցում է բժշկի մասնագետի դիմելու։ Այո։ Այդ դիմեց ծնողը, կարծում եմ դա եւս մի փոքր երևի թե ժամանակ է պահանջում, որ հոգեպես այդ իրավիճակը խնդիրը փոքրիկ ընդունեն եւ դիմեն մասնագետի, ինչպիսի հետազոտությունների հաջորդականություն կա, որոնցից եք առաջինը սկսում եւ ինչն է սկզբից ստուգվում։ Առաջինը պետք է ստուգել նորմալ միզային համակարգ ունենք թե ոչ, որովհետև խնդրահարույց են բոլոր այն դեպքերը, որոնց ժամանակ ունենք երիկամների եւ միզուղիների որևէ ֆունկցիոնալ կամ ոչ ֆունկցիոնալ խնդիր, ինչպես նաեւ որոշ հորմոնալ շեղումներ, օրինակ վազոպրեսին կոչվող, այսինքն գիշերային մեզի քանակը կրճատող հորմոնի հետ կապված խնդիրներ։ Այդ բոլոր դեպքերում պետք է ավելի խորությամբ ուսումնասիրել, ուստի առաջին հետազոտությունը, որը ես կառաջարկեի նման դեպքում, դա սոնոգրաֆիկ հետազոտությունը երիկամների եւ միզապարկի կառուցվածքը ստուգելու, ինչպես նաեւ մի շատ պարզ մոտեցում միզային օրագիր վարելը, որը թույլ է տալիս հասկանալու նախ գիշերը որքան մեզ է արտադրվում, որովհետեւ քանակապես պետք է շատ ավելի քիչ լինի եւ հաճախականությունը միզարձակումների ցերեկային ժամերին, որովհետեւ երբ միզապարկի վատ աշխատանք ունենք, ցերեկային ժամերին դա նույնպես այս կամ այն չափով արտացոլվում է։ Մնացած բոլոր դեպքերի է վերաբերվում այն վիճակը, երբ մենք չունենք որևէ պաթոլոգիա, ոչ սոնոգրաֆիայով, ոչ էլ այդ միզային օրագիր վարելիս չենք ենթադրում, որ ինչ-որ մի խնդիր ունենք։ Այդ բոլոր դեպքերում մենք դիտարկում ենք ժառանգականությունը, ֆիզիոլոգիական որոշակի գենետիկ առանձնահատկություններ, որոնք նպաստում են էնուրեզի երկարաձգմանը, որը շատ անժամկետ երևույթ է իրականում եւ մինչեւ խորը դեռահասություն կարող է ուղեկցել երեխային։ Տեսեք, ես հաջորդ հարցի պիտի հնչեցնեմ բուժումը, ստացվում է, որ իրոք այստեղ շատ անհատական եւ միշտ կախված է դեպքից, ինչպիսին է բուժումը։ Արդյոք կա ընդհանուր մոտեցում, որն է համարվում ամենաարդյունավետ եւ անվտանգ բուժումը գիշերամիզության։ Եթե վերաբերվում է ֆիզիոլոգիական էնուրեզին հարցը, այսինքն այն բոլոր դեպքերին, երբ մենք հետազոտում ենք երեխային եւ որևէ խնդիր չունենք, սակայն ունենք ձգձգված էնուրեզ, երեխային հանգիստ թողնելը լավագույն ընտրությունն է։ Որոշակի դեպքերում, եթե ունենք սոցիալական ճնշում, այսինքն երեխան հաճախում է այնպիսի խմբակներ, որտեղ հետո մեկնում են շրջագայությունների կամ ճամբարներ է հաճախում եւ կարող է կոմպլեքսներ ունենալ, այդ դեպքերում պետք է քննարկել հատուկ սարքերի կիրառում, որոնք էնուրեզի զարթուցիչներ են կոչվում, որոնք արագացնում են այդ ֆիզիոլոգիական process-ը, այսինքն դրդում են, որպեսզի միզապարկը մեզը կարողանա պահել գիշերային ժամերին։ Մնացած դեպքերում, եթե չունենք նման սոցիալական ճնշում եւ երեխայի մոտ չունենք այդպիսի հոգեեմոցիոնալ հուզականություն կապված այդ խնդրի հետ, մենք բաց ենք թողնում եւ սպասում ենք, այսինքն դիտում եւ սպասում ենք, թե երբ դա կվերանա։ Այն փոքր խումբը երեխաների, այսինքն մոտ 10-15% ովքեր իրոք ունեն միզապարկի վատ աշխատանք կամ որևէ խնդիր միզուղիների հետ, նրանք ենթարկվում են արդեն դեղորայքային բուժման, որը խիստ սպეციფიկ պետք է դիտարկվի։ Ուզենայի նաև հնչեցնեիք այն հիմնական սխալներին, որ դուք նկատում եք, ականատես եք լինում, որոնք թույլ են տալիս ծնողները, միգուցե ամոթանքի, միգուցե բարկության ինչ-որ էպիզոդներ, երբ երեխաների հետ ավելի անհանդուրժող են կամ միգուցե ուղղակի բավարար հոգեբանական աջակցություն երեխաներին չեն ներկայացնում, ինչպիսին է այս հատվածը ձեր կողմից, ինչ կավելացնեք եւ ինչ խորհուրդ կտաք այն ծնողներին, ում երեխաները դեռ ունեն այս առնչվում են այս խնդրին։ Եթե խոսքը վերաբերվում է հենց ֆիզիոլոգիական էնուրեզներին, շատ հաճախ ծնողները իրենք են բերում երեխային, քանի որ հենց իրենք մտածում են, որ մեծ լուրջ խնդիր կա, եւ երբ որ զրուցում ես այդ ընտանիքների հետ, հասկանում ես, որ ավելի շատ խնդրեմը գալիս է հենց ծնողների դիտակցումից, թե դա ինչքանով է վտանգավոր, շատ է օգնում կրթական աշխատանքները եւ այդ պատճառով առաջնային օղակի բժիշկները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները միշտ պետք է այդ գիտելիքը փոխանցեն, պետք է երեխային դիտողություններ չանել, չկենտրոնացնել դրա վրա, չներկայացնել էնուրեզը, որ
որպես խնդիր, քանի որ երեխան ինչպես մինչև 5 տարեկան, այնպես էլ 5-ից հետո իր ավելի գիտակից դպրոցական տարիքում չի իմանալով, որ դա խնդիր կարող է լինել, երբևէ չի կարող գիտակցել, որ դա լուրջ է կամ վտանգավոր։ Շատ խուսափողական մոտեցում կա տակդիրներ կրելու հետ կապված, քանի որ այն ընտանիքներում, որոնք հատկապես շատ երեխաներ կան, մի երեխան, որը արդեն վաղուց տակդիրով չի քնում, կոմպլեքսներ է առաջացնում մյուս երեխայի մոտ կամ ծնողները մտածում են, որ դեռ այն մյուս բալիկը կարիք ունի։ Բայց դա էլ սխալ մոտեցում է, որովհետև սա մրցավազք չէ, հա, եւ մի երեխայի մոտ զուգարնային վարժանքը կարող է ավարտվել 3 տարեկանում, մեկ ուրիշի մոտ 5-ում, մեկ ուրիշի մոտ դա ավաղ մինչեւ 15-16 տարեկան կարող է տևել եւ ամենակարևոր պահը այստեղ երեխայի հոգեհուզական ֆոնը չկենտրոնացնելն է, որտեղ տուժում են դասերը, տուժում է շրջապատում ադապտացիան երեխայի, ուստի պետք է ամոթանք չստեղծել, ամոթի զգացում, հիշել, որ ոչ երեխան, ոչ ծնողները մեղավոր չեն, որ դա տեղի է ունենում եւ ամենակարևոր փաստը այստեղ, որ դա օրգանական խնդիր չէ, այսինքն վաղ թե ուշ անցնելու է։ Նույնիսկ եթե մենք զարթուցիչ չենք առաջարկում, նույնիսկ այդ երեխաների մոտ դա վաղ թե ուշ անցնելու է։ Շնորհակալ եմ, շատ լավ, հուսադրող նոտայի վրա այս թեման ավարտենք, հետաքրքիր էր շատ զրույցը, հիշեցնեմ, որ մենք զրուցեցինք մեծահասակների եւ մանկական նեֆրոլոգ Էմմա Շահինյանի հետ, ում հետ քննարկեցինք ինչ է իրենից ներկայացնում գիշերամիջությունը, հասկացանք, որ այստեղ մոտեցումը եւս բազմակողմանի է, թե հոգեբանական, թե ֆիզիոլոգիական, կարող է նորմայի սահմաններում լինել եւ մոտեցումը միշտ կարելի ասել ոչ առանց ընտանիքի եւ ծնողների աջակցության է տեղի ունենում։ Հիշեցնեմ, որ մեր այս հատվածի գործընկերն է բելգիական Ontex ընկերությունն իր Canbebe ապրանքանիշով, Canbebe տակդիրների բարակ մակերեսը հարստացված է վիտամին E-ով, հալվեի եւ ձիթապտղի երիցուկի էքստրակտով, որը պաշտպանում է ձեր փոքրիկների հարմարավետությունը։ Սիրելի հեռուստադիտողներ, օրեցօր ջերմաստիճանի անկման շնորհիվ երեխաներն էլ ավելի հաճախ են հիվանդանում։ Մեր գործընկերն առաջարկում է ձեր բալիկների իմունային համակարգն ամրապնդելու համար ամերիկյան արտադրության Gummy-King վիտամինները, որոնք ունեն մրգային հաճելի համ եւ 100%-ով բնական են։ Վիտամինները հիմնականում կարող եք ձեռք բերել Tonus Farm դեղատնային ցանցում կամ պատվիրել on-line 055 305 307 հեռախոսահամարով։ Իսկ այս բանի շարունակում ենք առողջ կեցված հատվածով։